Պարոն Սիմոնյան, երեք պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերկեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել, ԿՊԱ-ականները սա մեկնաբանեցին, որ ըստ էության Ադրբեջանը փորձում է ցկցկել խաղաղության պայմանագրի ստորագրումը, տեղեկատվական դաշտում տեղ ունեցող այդ զարգացումներին ինչ գնահատական կտակ, ինչի է ցկտում Ադրբեջանը եւ արդյոք իսկապես չի հաջողվում խաղաղության պայմանագիրը ստորագրել այդքան քարոզած։ Չէ, ես կարծում եմ, որ դա չհաջողության մասին պնդում անելու համար բավարար չէ եւ հիմք էլ չկա, կարծում եմ դա արվել է, իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը արդարացնելու համար, հա, որ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, որը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետեւ մեր այսպես ասած աշխատանքը եւ գործելավոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ տրամաբանության առաջարկելը խոսում է հակառակի մասին եւ էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները եւ մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում, ասում են դուք ընդհանրապես Ադրբեջանի նախագահան ինչ ասում է դուք եք անում, հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը, մեզ նման մեղադրանք անելով հանդերձ, եւ դուք նշեցիք, որ մենք պաշտպանության նախարարությունը հայտարարություն արել, բայց եկեք ֆիքսենք, որ նաեւ եվրոդիտորդներն են նույն հայտարարությունը արել, որ նման բան տեղի չի ունեցել եւ կրակոցներ չեն եղել, ենթադրում եմ, որ դա կրկնում եմ Ալիևի այդ զորո վստահության եւ այլը դրան միտված, որ ի ապացույց դրան հանրության մեջ Ալիևի իրանց հանրության մեջ Ալիևի խոսքերը ավելի պնդացնելու եւ ցուցադրելու, որ նախագահան ասում է, ուրեմն մի բան կա, որ ասում է, դրա միտումն է ունեցել։ Բայց դա չի խանգարել ընդհանուր պայմանավորվածություններին ստեղծված իրավիճակը։ Տեսեք, դե տենց պաշտոնյա, ես չեմ կարող կամ որևիցե պաշտոնյա չի կարող ադրբեջանական մամուլում նույնիսկ ոչ պաշտոնական, չնայած չգիտեմ այնտեղ պաշտոնական, ոչ պաշտոնականը որն է, բայց այնուամենայնիվ որքան հասկանում եմ դա մամուլի մեջ է եղել, բայց ԱԳՆ-ի հայտարարություն, եթե չեմ սխալվում, չի եղել, չէ, որ տենց բան ա եղել։ Ես չեմ կարող իրանց ոչ պաշտոնական մամուլի 1-2 հրապարակման հիման վրա պետության դիրքորոշման վերաբերյալ հայտարարություն անեմ կամ կարծիք հայտնեմ։ Կարծիքս ասեցի, մոտարապես պատկերացումս ասեցի, բայց դա պաշտոնական բանի վերագրել ես բան չունեմ, որտեվ կա բանակցություն, կա խոսակցություն, եւ այդ խոսակցությունը ինձ համար որպես պաշտոնյա պետք է հիմնադրվի։ Իսկ գուցե Ադրբեջանը այս տեղեկատվական սադրանքով փորձում է հող նախապատրաստել ինչ-որ էսկալացիայի կամ ճնշում գործադրել Հայաստանի վրա ածանցյալ նախապայմանների ստանալու նկատմամբ, որը որ պարբերաբար բարձրաձայնում է։ Ուրեմն նախ հարցակման հետ կապված ես արդեն ասել եմ, որ դրա էսկալացիայի հետ կապված դա նաև այդ միտումը հաշվի առնելով, որ իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, հա, սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում եւ այլն, եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրաց մշտական ոճն է, բայց ես կրկնում եմ, որ ես չեմ այս փուլում, ես չեմ կարծում, որ նման քայլի կգնա, նոր են հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում, իրանք իրանց տեղեկություններ ունեն, իրանց արբանյակներ ունեն, Ադրբեջանում իրանց աղբյուրներն ունեն եւ կարծում եմ, որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի։ Երկրորդ հարցը ինչ էր, բաց թողեցի։ Կապված ածանցյալ նախապայմանների հետ, որը առաջ կա։ Տեսեք, երբ որ մենք պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք եւ ուղարկել ենք հետ, մենք գիտենք, չէ՞, դրա հաջորդ քայլը ինչ ալնելու։ Եվ մենք գիտենք դրա շարունակությունը, լուծումը եւ այլը որն է լինելու եւ վարչապետի հարցազրույցի մեջ նաեւ այդ դրա պատասխանը մի մասով կա, բայց երևի այդ մեծ ծավալի մեջ դա դուրս է մնացել եւ հանրության մեջ այդքան չի քննարկվել այն բոլոր մտավախությունները, որոնք որ ճակերտավոր մտավախությունները, որոնք որ Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա եւ ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետը ասաց, ինչպես նաեւ եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանության մեջ այդ որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանց սահմանության մեջ նման
օրինակ բան կա թե չկա եւ վերջի վերջ այդ հարցը ո՞նց է լուծվելու։ Մենք առնվազն ասում ենք, որ մենք այդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ, ասում ենք, որ մեր ներպետական ինստիտուտները անցնելուց հետո այդ նմանատիպ հարց չի առաջանալու, վերջի վերջո կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները, որ պարզելու թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերսուն են թե չէ, որովհետև միշտ կարելի է ասել, օրինակ ինձ դուրս չի գալիս քո մազերի գույնը կամ դուրս չի գալիս քո ձեռագիրը կամ որևիցե բան, բայց պետքա ամեն ինչի տակ հիմնավորում լինի։ Մինչ այս պահը Ադրբեջանի այդ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ եւ այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել։ Կարծում եմ, որ շարունակությունն էլ էլի տրամաբանված եւ հիմնավորված կլինի, այլ ոչ թե ներքին լսարանի կամ ինչ-որ հայտարարության, քաղաքական հայտարարության։ Դուք սահմանադրությունները փորձակնության ենթարկել, ինչ մեխանիզմ է դա իրենից ենթադրելու։ Դե օրինակ, ես այտենց օրինակ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները եւ հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի նման բան կա թե չէ, բայց այնուամենայնիվ այն մնացած փաստարկները, որ մենք բերել ենք մինչեւ այսօր սահմանադրության հետ կապված իրենց հայտարարությունների հետ կապված, դրանք մնում են ուժի մեջ, դրանք որևիցե մեկը չի ասել, որ դրանք էլ գոյություն չունեն, այլ նորից եմ ասում, նաեւ իրենց սահմանադրության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով նման բաներ կան։